Ավագուրբաթ հայոց բոլոր եկեղեցիներում հիշատակվեց Տիրոջ խաչելությունն ու մահը։ Վերջին ընթրիքից հետո Գեթսեմանիի պարտեզում հռոմեացի զինվորները ձերբակալում են Հիսուսին։ Նրան ծաղրում են, չարչարում, դատապարտելով խաչի վրա մահվան։ Հիսուսի խաչելությամբ ու մահվամբ իրականանում են հին կտակարանային բոլոր մարգարեությունները Մեսիայի գալստյան և փրկagorցության վերաբերյալ։ Հոգևորականները 4 ավետարաններից ընթերցում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը նկարագրող դրվագները՝ Պետրոսի մոտ տարվելը, Գողգոթայի վրա խաչվելը, հոգին ավանդելը և դրան հաջորդած նշանները, արևի խավարումը, տաճարի վարագույրի պատռվելը։ Եվ համարյա կեսօր էր, և խավար եղավ ամբողջ երկրի վրա, մինչև ժամը 3-ը արեգակը խավարեց, և տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց, և Հիսուս բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Հայր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին»։ Երբ այս ասաց, հոգին ավանդեց։ Տերը խաչվեց մեր պատճառով, մեր մեղքերի համար, եւ երևի այդ գիտակցումով պիտի ապրենք մեր հոգևոր քրիստոնեական կյանքը, որ Աստված, ճշմարիտ եւ կատարյալ Աստված, մեզ պես կատարյալ մարդ դարձավ, առանց մեղքը ճանաչելու բնականաբար, եւ խաչվեց մեր պատճառով, բայց այդ ամեն ինչը տեղի ունեցավ մեզ համար։ Եվ այդ մարդեղացումից մինչև խաչելություն, այս ամբողջ ճանապարհը երևի պիտի Տիրոջ հետ անցնենք այս ընթացքում եւ հասնենք այդ հարության, բաղձալի երազանքին, որ պիտի ընդամենը 1 օրից երեկոյան լինի։ Քրիստոսի խաչելության օրը տխրության օր է բոլոր քրիստոնյաների համար։ Ավագ ուրբաթ օրը Սուրբ Պատարագ չի մատուցվում, որովհետև Քրիստոս ինքը պատարագվեց խաչի վրա։ Քրիստոս իր մարմնով մեր մեղքերը բարձրացրեց խաչափայտի վրա, ասում է ավետարանիչը։ Ես իմ կյանքն եմ տալիս, որպեսզի վերստին այն առնեմ, այն ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ այն տալիս, ասվում է Հովհաննեսի ավետարանում։ Յուրատուկ դրվագներ կան խաչի վրա Տիրոջ Սաղմոսը, Դավթի Սաղմոսներից, որ մարգարեական Էլի Էլի լամա սաբակթանի, խաչի վրա ասեց ամեն ինչ կատարված է։ Ամեն ակնթարթ յուրահատուկ է եւ ամեն ակնթարթ դիպում է մարդու հոգու նուրբ լարերին եւ բնականաբար ավելի, չգիտեմ, զորացնում է այդ ապրումները մարդուն ավելի ուժեղացնում են, զորացնում են։ Սարսափելի տեսիլ են, արեգակը խավարեցավ։ Եկեղեցում հնչող շարականն իր մեջ խտացնում է ողջ տիեզերքի սարսուռը Արարչի խաչելության պահին։ Ապա երգվում է «Խաչի քո Քրիստոս» շարականը, որը խաչի զորության և կենարար ուժի փառաբանությունն է։